Միգուցե սահմանադրական դատարանը ամսի 4-ին որոշում է, որ ես եմ վարչապետ։ Մի քիչ Վարդևանյանը որ գաստա, դենց էլ կլինի։ Ընտրություններում պարտված ու ըստ հակակոռուպցիոնի ձայնագրությունների չհամադանով փոխբաժանած Սամվել Կարապետյանը դեռ չի հանձնվում։ Հերիքչի սահմանադրական դատարանում վիճարկում է ընտրությունների արդյունքները, մի բան էլ հայտարարում է, թե Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան են մշակել։ Ընդդիմադիր ինչ որ ուժերի առաջնորդներ հետ ունեցել։ Ում հետ եք հանդիպումներ ունեցել։ Հիմա մենք մեր գաղտնի պլանը ունենք, խոմ չեմ բացելու։ Ինչ գաղտնի պլանի մասին է խոսքը։ Քաղաքագետ Լևոն Շիրինյանը նշում է, որպես Հայաստանում ռուսական քրեաօլիգարխիկ համակարգի կույրաղիկ առանց գաղտնի ծրագրերի չէր կարող լինել։ Որն է այդ պլանը։ Այս կամ այն կերպ Նիկոլ Փաշինյանին շարքից դուրս բերելն է։ Ինչու՞։ Որովհետև ինչու երկարացրի։ Պետությունը մեր կայացած ինստիտուցիոնալ ավանդույթով անկախ պետականություն չի, հակառակը, եթե ավանդույթը նկատի ունենք, սա սովետական, տեսեք նաև չվերակառուցված հատ բարքերով, բաներով պետությանն է։ Սովետական ինչ է մնում, այդ դեպքում եթե դուք գլխավոր ֆիգուրային հանում եք, որի շուրջ առաջացել է եւ կուսակցություն, եւ պետականության վերականգնում եւ ապստամբություն եւ այլն, այստեղ վտանգավոր բան կա։ Մեկուսացնել եւ ռուսական ավանդույթ է, մնացածը չասեմ, ես չեմ ցանկանում, բայց մի բան պահանջ ունեմ ես, որպես հայ մարդ ասեմ այդպես, Նիկոլ Փաշինյանի ուրեմն անձնական պահպանությունը խիստ պետք է ուժեղացվի, իր թիկնազորը պարտադիր կերպով իր գրաֆիկով պետք է աշխատի ոչ թե վարչապետի հրամաններով, դա իրենք իրենց կարգ ու կանոն ունեն եւ սա մեզ համար կլինի ուրիշ բան։ Շիրինյանը գտնում է, որ Սամվել Կարապետյանի առջև դրված հիմնական խնդիրը Հայաստանի պետականության ամրապնդումը թույլ չտալն է։ Տեսեք հիմա ինչ ունենք մենք խորհրդարանում, կա ԿՊ-ն վարչապետին, բայց գործադիր իշխանության որպես հենարան խորհրդարանը կիսվել է երկու մաս է, որտեղ երկրորդ մասը ռևանշիզմն է։ Ռևանշիզմն է, որը ռուսական ուժ է, որը վերիժառություն ունի, որը հետ տանելու խնդիր ունի, հետ տանել դեպի ռուսական տիրույթ, մենք ընդ որում ռուսական տիրույթից ամբողջապես չենք էլ դուրս եկել, ամրացնել գամերը, թուրքերեն ասած, եւ այլն, եւ երկրորդը կողոպուտը թալանը ինչ որ գողապետության շրջանում տեսել են մարդիկ Քոչարյանի գործնեության մեջ, ինչ տեսել են Սերժ Սարգսյանի գործնեության մեջ եւ սրանք եզակի դեպք է աշխարհում պետության նախագահները դատարաններից քրեական դուրս տալ չեն կարողանում սա աբսուրդ է եթե մեր ժողովուրդ համբերատար չլներ սրանց փողոցում ինքը պատժած կներ այս պատիժները չլնելու համար հիմա ինչ է ստացվում խորհրդարանը Մոսկվային հաջողվեց կիսել է ընդ որում եթե նախորդ այս առայժմ գործող խորհրդարանում կար գավառական երկու սեգմենտ ռևանշիստների մեկը հանրապետական մեկը պատվի համար սա գավառ է Սամվելի տեսակետից հիմա կա մայրաքաղաքայինը Մոսկվայինը Տիզբոնինը մարդը գործուղվել է Մոսկվայից այստեղ հիմա պատժի համար են ուղարկել Ռուբենից հետո թե բաժի համար են ուղարկել հաստատ ես գիտեմ նրա ունեցված բան բոլոր վերցրել են Արիմաշկեկի հետական զոհն է բայց ինքը դա չի կարող խոստովանել եւ աշխատում է ինչ-որ բան փրկել Քաղաքագետը համարում է որ ուժեղ Հայաստանը հայաստանյան կառույց չէ եւ մանդատներ վերցնել չվերցնելու հարցն էլ իրենց որոշելիքը չէ Ուժեղ Հայաստանը այլևս Հայաստանյան կառույց չի, հայաստանյան խմբակցություն չի, դա Մոսկվայի ենթակայության Մարիա Զախարովայի ուրեմն համապատասխան բանի տակ տրված կառույց է եւ նա կկառավարի։ Հիմա հարց են տալիս, վերցնում եք թե չէ, տեսնում եք չէ, մանդայը խեղճի չիմանա, վերցնում են թե չէ։ Մարիա Զախարովան փորի վրա պարկեց կվերցնեն, մեջքի վրա պարկեց չեն վերցնի ու վերջ, իրենք ինչ գիտեն։ Հələ թող թպրտան, ոնց որ Ռուբեն Վարդանյանը մի հատ թպրտաց հանդվեց Բայլովյան բանտում։
Առանց այդ էլ պետք է հանդիպեր, այս է նույն մանն է, տարբերություն չկա, սխեման։ Երեք լրագրողների հետ ճեպած զրույցում Սամվել Կարապետյանը նաև նեղսրտեց, որ հետաքրքրվում ենք իր Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացի մասին։ Քաղաքացիություններից կհրաժարվեք, շարունակեք, թե փոշմանեք։ Ինչից։ Կիպրոսի եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունները։ Դա մի քիչ արդեն ինձ դուր չի գալիս, որ դուք ընկել եք իմ անձնագրերի հետևից։ Ես ասել եմ, որ օրը դրա կարիքը կլինի, ես կլինեմ միայն Հայաստանի քաղաքացի։ Հիմա ամեն օր դուք կարող եք ձեր անձնագիրը նվիրեք մեր ընկերուն։ Բայց ինչի պետք է ձեզ ամեն օր պատասխանեմ, Դուք Հայաստանը քաղաքական հայտարարություն եմ արել, ես ասել եմ, որ օրը դրա կարիքը կլինի, այսինքն վարչապետ ես կհռչակվեմ, այդ օրը ես կլինեմ միայն Հայաստանի քաղաքացի, դրանով բավարարվենք։ Լևոն Շիրինյանին հարցրեցինք իր դիտարկմամբ Կարապետյանն իսկապես կհրաժարվի իր մյուս անձնագրերից։ Չէ, հա, չէ։ Ֆրցենը դա ինչ է, քրյա օլիգարխիա է, չէ։ Ինքը կոստյումով բանով դուք ցույց տվեք Հայաստանում մեր բիզնեսի աշխարհի մարդիկ չեն, որոնք շատ հարգանքի են արժանի։ Ովքեր քաղաքական եւ այլ միջոցներով ինչ որ ձևով հարստացել են, մի հատ ազնիվ կույսի ցույց կտակ։ Մոսկվայում գնացել օրենք օրինականություն է սովորել։ Մոսկվայում բիզնեսը էնել միլիարդների հասցնում են միտեղ սպանում են կամ չեն սպանում, դարձնում են այդ ծառա։ Այդպես չի, այսինքն ինչ, ինքը ինչ գիտի։ Իհարկե ինքը չի ուզենա, ինքը ո՞նց կուզենա այդ հերախ։ Նա չի էլ հավատում բանը, ինչի եկել, ուր եկել, ասել են եկել է։ Բիզնես պրոյեկտ է։ Եվ վատեղա, որ մեր ժողովրդի մեջ այդքան մարդիկ գտնվեցին, որոնք թեկուզ գումարով կամ ուրիշ միջոցներով գնացին եւ ձայն տվեցին եւ ժողովրդավարության համար այսքան կռիվ տված, պետության համար այսքան կռիվ տված, աշխարհայացքով Հայաստանակենտրոն կուսակցությունների ձայն չտվեցին։ Սա ողբերգություն է ազգային, ոչ թե մեր, իրենց։ Սա հիվանդության մասին է խոսում ազգային, որ կարող են մի պատահականություն ֆրանկ թրապ եւ գնան եւ վերցնեն գնան որպես շոկոլադ։ Այդքան էլ բացատրեցինք։ Քաղաքագետը նշում է միակ վատ բանը, որ Մոսկվային հաջողվեց անել այս ընտրություններում, հասարակությանը պառակտելն էր։ Կիսել թվով այն ռևանշիստների գումարային թիվը մոտավորապես եւ մնացածը խորհրդարանը կիսեցին շատ ավելի ուժեղ քան առաջ, ասեցի։ Հիմա փաստորեն Բետտումայի մի հատ բեկոր դրեցին սրանով հանդերձ ազգային ժողովում։ Միանշանակ կասկած կա, սա մայրաքաղաք դիզբոնն է, էլ գավառը չի, որոնք նաև ագրեսիվ են, դուք տան նկատի ունեցեք, ինչու, որովհետև վերջին աշխոտ 4 միլիարդ դոլար աշխատել բան, այն որ ասում են խելք չունի, դες կարող է 4 միլիարդ փողը աշխատողը դոլար, հələ նստեք հաշվեք, տեսեք քաներում կհաշվեք, այդ մարդը քցել է, աշխատել է, ինչ արել, դա չգիտեմ, Ռուսաստանի ես բիզնեսի գնահատականներով եմ խոսում, այսինքն ոնց կարող է, միջազգային կապեր ունեն 10 անձնակ, կարող է երկու հատ էլ անձնագիր ունի, մենք խաբար չենք, ասենք Իսրայելին ունենա, Զանզիբարին ունենա, դա էլ, ասենք մենք այդ գիտենք, թե չէ, ինչի մասն է խոսքը, եւ օտար լեզուներ գիտեն, կրթված են, ավելի կրթված են, այդ գավառցիները չեն։ Բայց իրենց ազգային ոչ պատմությունը գիտեն, ոչ լեզուն գիտեն, ոչ էլ Հայաստանի ազգային քաղաքական պետության պատմությունը քաղաքական միտքը չգիտեն։ Եվ սա իրենց ողբերգությունն է։ Օրինակ այս Սամվելը շատ համոզված է խոսում, դեպքից երևում է։ Այսինքն սովետական մոդելը արդադրած, որը սովետական պատմագիտության հայաստանյան մոդելը բացարձակ կեղծ է, սուտ է եւ հաջորդի դեմ է։ Ինքը համոզված է դրանում։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար